Այն անձինք, ովքեր աշխատելու, սովորելու համար են ցանկանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն եւ վիզային ռեժիմից ազատ երկրների քաղաքացիներ են, հունիսի 30-ից նրանց համար պարտադիր է RU-ID հավելվածի օգտագործումը։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև գործում է առանց վիզայի մուտքի ռեժիմ։ Հետևաբար RU-ID-ն պարտադիր է դառնում նաեւ Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր չունեն Ռուսաստանի քաղաքացիություն, բնակության թույլտվություն կամ կացության կարգավիճակ։ Նրանք պետք է մուտքից առնվազն 72 ժամ առաջ գրանցվեն համակարգում։ Ռադար Արմենիայի հետ զրույցում հայկական Կարիտաս կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչ նպատակով է ներդրվում այդ հավելվածը եւ ինչ խնդիրներ է այն լուծում Ռուսաստանի միգրացիոն համակարգի համար։ Նախատեսված էր, որ 2025-ի հունիսի 30-ից այն ուժի մեջ կմտնի, բայց համակարգը լավ չէր աշխատում եւ երկարաձգեցին 26 թվական։ Նպատակն է, որ օտարերկրացիները առանց վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները ՌԴ մուտք գործելուց առաջ իրենց տվյալները նախապես ուղարկեն, որը պատկան մարմինների կողմից կմշակվի եւ եթե որևէ խոչընդոտ չլինի, ապա անձը կստանա QR կոդ եւ հնարավորություն մուտք գործելու Ռուսաստանի Դաշնություն։ Նրա խոսքով սա հաջող լուծում է այն անձանց համար, ովքեր տեղյակ չեն լինում, որ ինչ-որ պատճառով մուտքի արգելք ունեն եւ Հայաստանից կրկին մեկնում են ու սահմանին հանդիպում մուտքի արգելքին։ RU-ID-ն հնարավորություն է տալիս նախապես իմանալ անձի մուտքը արգելված է, թե ոչ Ռուսաստանի Դաշնություն եւ եթե արգելված չի, QR կոդը ստանալուց հետո արդեն կարող է մուտք գործել Դաշնության տարածք։ Տաթևիկ Բեժանյանը ընդգծել է, որ առանց QR կոդի Ռուսաստանի սահմանապահը պարզապես թույլ չի կարող տալ տվյալ անձին մուտք գործել երկրի տարածք։ Սահմանված է, որ 6 տարեկանից բարձր ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները անկախ այցի նպատակից պետք է գրանցված լինեն համակարգում։ Բացի Բելարուսի քաղաքացիներից եւ բացի նրանցից, ովքեր ունեն դիվանագիտական անձնագրեր, մնացած բոլորը պարտավոր են մեկնելուց 72 ժամ առնվազն 72 ժամ առաջ RU-ID-ով լրացնել իրենց տվյալները, ստանալ QR կոդ եւ դրանից հետո կկարողանան մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Միգրացիոն ծրագրի փորձագետը շեշտել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրության մեկ այլ փոփոխությամբ սահմանապահը իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած օտարերկրացու թույլ չտալու մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք, եթե ունի կասկած, որ տվյալ անձը կարող է սպառնալիք հանդիսանալ երկրի անվտանգության համար։ Եվ եթե նման կասկածով իրենք որևէ մեկին վերադարձնում են իր քաղաքացիության երկիր, միանշանակ պետք է իմանալ, որ տվյալ անձի մուտքը անժամկետ փակվում է Ռուսաստանի Դաշնության տարածք եւ անգամ հնարավոր չէ բողոքարկել, ինչու որտեղ մենք նման փորձ ունեցել ենք, դատան անգամ դիմում չի վերցրել, նշելով, որ դա ֆեդերալ դաշնային ուրեմն անվտանգության ծառայության կողմից է դրված։ Հարց է ծագում, իսկ ինչը կարող է ստուգման պատճառ լինել։ Բեժանյանը նշում է, որ եթե սահմանապահը որոշի ստուգել անձի հեռախոսը եւ օրինակ Facebook-յան էջով տեսնի, որ անձը հավանել է ուկրաինական դրոնների հարձակումը Ռուսաստանի որևէ քաղաքի վրա, դա լիովին բավարար է, որ տվյալ անձի մուտքը անժամկետ փակվի եւ նա համարվի սպառնալիք Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար։ Հավելենք, որ RU-ID-ն պարտադիր է նաեւ միջազգային բեռնափոխադրումներ եւ ուղևորափոխադրումներ իրականացնող օտարերկրացի վարորդների համար։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։